Դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Միրաքյան, նախագիծ եք առաջարկում քրեական բարույթի շրջանակներում գործարարների իրավունքները երաշխավորող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Եթե ես չեմ սխալվում, մեր զրույցներից մեկում դուք խոսում եք, հա, գործարարներին կալանքի տակ պահելու նրանց բիզնեսները եւ այլն, հա, հետո օրինակ եթե այդ գործարարը այդ շրջանակում պահանջվում է դուրս է գալիս, որ այսպես ասենք քրեական հետապնդում չկա եւ այլն, հեղինակությանն է բիզնեսի հարված հասցվում, նրա բիզնես գործունեությունն է ահագին տուժում, հա, եւ այլն։ Սա հենց դրա մասին է։ Հա, այս իրականում մի տարի է մոտարպես օրենսդրական առաջարկը տենց քննարկումներ գնում է, տարբեր պատրաստել ենք տարբեր կառույցների հետ քննարկում ենք, հենց դրա մասն է, որտեղ ահռել մեծ թիվ է քրեական բաները, քրեական վարույթները Հայաստանում գործարարների վրա, որը իրականացում է մոտարպես 1000 տարեկան քրեական վարույթ են իրականացում գործարարների վրա, այդ համացան համար Միացյալ Նահանգներում 2600 օրինակ մի տարվա ընթացքում։ Ճիշտ է, դրանց շատ չնչին տոքսն է կալանքով ավարտվում, մոտավորապես 40 դեպքի հետ չեմ սխալվում այդ սահմաններում, բայց կապ չունի, քրեական գործը արդեն ստրես է, արդեն գործերը չեղվել է, արդեն հեղինակության վնաս է, արդեն ֆինանսական քրեական վարույթը հաճախ հանդես է գալիս որպես տենց դուբինկա կիրառելու կամ սպառնալիք կիրառելու գործիք, այսինքն գալիս ասում են քրեական վարույթ են բացում, ասում են արագ էս մենք կարծում ենք որ դուք այսքան հարկային պարտավորություն ունեք, եկեք լուծեք, գործարարը ասում է չէ, ես համաձայն չեմ որ ես այդքան հարկային պարտավորություն ունեմ, ասում են օքեյ, դե ուրեմն քրեական գործ ենք բացում, եթե համաձայն չեք, կապ չունի, ու տենց ոնց որ դարձել ավելի շատ շանտաժի գործիք քրեական վարույթը, դրա հետ կապված մենք մի քանի առաջարկ ենք արել, որից մեջ մտնում է նաև են որ օրինակ կալանքը կիրառվի ծայրահեղ դեպքում միայն դատարանի որոշումով։ Ծայրահեղ դեպքում գործարարի նկատում կալանք չկիրառվի։ Այսինքն քրեական մարմինները կալանք չանեն։ Մինչև դատարանի որոշումը, հա, որտեղ նախապես գալիս են ասում են, ընդհանուր մենք կարծում ենք որ դուք 100 միլիոն դրամի խախտում եք արել, այդ պատճառով քրեական գործ կալանավորում է հասնում։ Ինքը բնականաբար գործարարը պետք է մի բան անի, որ կալանավորման չհասնի, չէ՞։ Իսկ մի հարց է, այստեղ գործարարի տրամաչափը կապ ունի, այսինքն նրա ֆինանսական կարողությունները, կապերը եւ այլն, այսինքն ազդեցություն գործելու։ Այդ երկրորդ հարցն է, որը որ մենք էլի առաջարկում ենք։ Հիմա այս պայդրությամբ, որ ժամանակին էլ մեր առաջարկով արել, այս պայդրությամբ 4 միլիոն դրամից ավելը համարվում է խախտում եւ քրեական վարույթ է իրականացվում եւ չէ 10 միլիոն դրամից ավել, նախկին մեզ 400 այդ բարձրացվեց։ Էլի մեր առաջարկով նաև ու հիմա 10 միլիոն եւ 20 միլիոնը առանձնապես խոշոր չափն է համարվում խախտում։ Այդ կարծում եմ որ այդ թվերն էլ բավական հնացած են ու այդտեղ էլ օրինակ առաջարկ ունենք որ այդտեղ էլ փոփոխություն մտցվի, այսինքն շրջանառության հետ տոկոս կապվի, շրջանառության տոկոս լինի օրինակ այդ, որովհետև եթե գործարարը անում է տարեկան 3 միլիարդ դրամ շրջանառություն, այսինքն 20 միլիոն դրամի խախտումը կամ 30 միլիոն դրամի խախտումը բավական հեշտ շփոթմունքի արդյունք կարող լինել կամ կարող է տարակարծությունների արդյունք լինել։ Դրա համար 3 միլիարդանոց շրջանառության ընկերության տնօրենին չպետք է կալանավորեն, էլի, այսինքն այդտեղ նաև առաջարկում են կապել շրջանառության հետ, բայց ոչ պակաս, քան օրինակ 50 միլիոն դրամը։ Իսկ լինում են դեպքեր օրինակ, որ իսկապես կա այդ խախտումը, հա, եւ բավականին այսպես ասենք զգալի գումար լինի, բայց այսպես ասենք գործարարը չունենա դրան անմիջական մասնակցություն, հա, այդտեղ հազար մի հարց կա, չէ, ֆինանսական, փաստաթղթային, հաշվապահություն եւ այլն, այսինքն այլ անձանց կողմից իրականացված լինի եւ արդյունքում այսպես ասենք հենց թիրախը լինի գործարարը։ Դե բանով որ իրականում լինում են այդպիսի խնդիրներ, ես վստահ եմ, որ լինում են իրականում այդպիսի խնդիրներ։ Ուղղակի մեր առաջարկի իմաստը որն է, առաջարկի իմաստն է, որ մեր հիմնական հիմքը բոլոր առաջարկների կայանում է նրանում, որ մեր տնտեսությանը վնաս չտանք։ Օրինակ այդպիսի պրակտիկա կա, Միացյալ Նահանգներում, տարբեր երկրներում այդպիսի պրակտիկա կա, որ իրենք հաշվարկ են անում, թե ինչքանով այդ գործողությունները կազդեն պետությանը, պետության վրա։ Օրինակ, պայմանական, այս գործարարը խախտում է արել 1 միլիարդ դրամի, պայմանական ասած, ու իրեն պետք է մենք կալանավորենք, բայց միաժամանակ այս գործարարը 10 միլիարդ դրամի կամ 40 միլիարդ դրամի ներդրումային պրոյեկտ է իրականացնում։ Եթե մենք հիմա իրան 1 միլիարդի համար կալանավորեցինք, որը պահանջում է օրենքը, այնտեղ 40 միլիարդի ներդրում չի արվի։ Ու որն ավելի շատ վնաս պետությանը, բնականաբար ավելի շատ վնաս է 1 միլիարդի համար կալանավորել։ Դրա համար կալանքը չի իրականացում, գնում է այլ պայմանավորվածության ճանապարհներով, որն է եկեք ժամանակ տանք դու վճարի, իսկ գումարը եւ այլ։ Եթե ապացուցում որ այդ խնդիրը կա, այդ շատ ընդունված պրակտիկա է։ Մեր մոտ այդ չկա, որը շատ լուրջ խնդրեմ է։ Ես մի քանի դեպք գիտեմ, որը չեմ բարձրաձայնի, բայց օրինակ հսկայական ներդրումային պրոյեկտներ են իրականացում այդ ընկերությունները, անունները չեմ բարձրաձայնի, քանի որ թույլտվություն չունեմ իրենց կողմից, բայց հսկայական ներդրումային պրոյեկտներ են իրենք իրականացում, բայց գնում են փորփրում են հայտնաբերում որ 15 տարի առաջ
առաջ, ասենք, չգիտեմ, 100 միլիոն դրամի խախտում ունեն կամ 200 միլիոն դրամի ու գալիս են որ կալանավոր են այդ մարդուն։ Բայց մարդը հսկայական, ասենք, 15 միլիարդների պրոյեկտ է իրականացնում։ Այդտեղ հասնում աբսուրդի։ Նույն այդ իրավական մարմինները, որոնք այդ գործողությունը իրականացնում են, հակապետական գործունեություն են անում, որովհետև պետք է նաև օրենքով պետք է հաշվի առնել իր ներդրումների տնտեսության հասած վնասի արժեքը։ Չի նշանակում ինքը պետք է 10 տարի առաջ 100 միլիոն դրամի խախտման համար չվճարի, բայց եկեք ծայրահեղ կալանքի տարբերակով չգնանք, որ չխաթարվի, ասենք մարդը ներդրողների հետ աշխատում, այդ ներդրողները տեսեն այդ մարդը որ ներդրում է ներգրավում, կալանավորեցին, վաղ միսօր կալան այդ գործը, երբ չեն անի այդ ներդրումը։ Եվ այլն, այսինքն պետք է այդպես բաներ հաշվի առնել, որ մեր մոտ ցավոք հաշվի չի առնում ու հաճախ վնաս է պատճառվում տնտեսության։ Այս վերջերս մի առիթ եղավ, որ բանը սեղանի շուրջ նստած ենք 12 գործարարով, հարց եղավ ու արտասահմանից գործարար կար, բայց ինչ լավ է Հայաստանում եւ այլն, այտենց գլոբալ բոլոր դրականին տրամադրված, ասում հա դե եթե հարցնենք ում վրա քրեական գործ կա, 10-ի վրա քրեական գործ կար։ Այդ բանից էլ ու պետության հետ նաև տարբեր այլ խնդիրներ, ասենք հողի այդ խնդիր, չգիտեմ ինչ, տարբեր բան, մենակ բան չէ, այսինքն 10-ը այտենց շուտ պրոբլեմների մեջ էին, չնայած բոլորը հեղինակություն ունեցող գործարարներն ու հեղինակություն ունեցող բիզնեսներին, որոնց որ բոլորն ճանաչում են այդ մարդկանց։ Պարոն Միրաքյան, իսկ խոսքը միայն խոշոր բիզնեսների կամ խոշոր շրջանառությունների մասին է, թե պետք է հավասարության սկզբունք լինի, հա, օրինակ եթե ասում ենք, չգիտեմ, մարդը 3 միլիարդ շրջանառություն ունի, այնտեղ չգիտեմ 30 միլիոն բան է արել, եկեք չկալանավորենք, մյուսը ունի օրինակ 10 միլիոն եւ 3 միլիոնի է արել։ Իրեն կարելի է կալանավորել։ Չէ, երբ չէ, դրա համար մենք գրում ենք ոչ պակաս, քան օրինակ 50 միլիոնը։ Հիմա ասենք, եթե դնում ենք շրջանառության 10%-ից ավելի դեպքում նոր կալանավ հաստի քրեական գործի, ոչ թե կալանքի, այլ քրեական կալանք առաջարկում ենք ընդհանրապես դուրս գա մինչև դատարանի որոշումը, բայց բանը օրինակ ենթադրենք 10%-ի 20% կարծեմ գրել ենք շրջանառության 20%-ի դեպքում նոր քրեական վարույթ իրականացվի, բայց ոչ պակաս քան 50 միլիոնը, որտեվ ընկերությունը կարող է 10 միլիոն դրամ ունենա, 10 միլիոնի 20%-ը բանն է, չէ, 2 միլիոն դրամն է, 2 միլիոն դեպքում քրեական գործ չբացվի։ Այսինքն ոչ պակաս քան 50 միլիոն դրամ է, որ փոքր բիզնեսին ավելի շատ բան տրվի, ազատություն տրվի ու գլոբալ կարծում եմ նաև օրենսդրական մակարդակով փոքր բիզնեսին կամ նոր սկսած բիզնեսին մի քիչ ավելի պետք է չաթերքներով աշճերը փակել, այսինքն ավելի մեղմ պետք է վերաբերել տարբեր նաև տարբեր խախտումների նկատմամբ, գուցե մի քիչ շատ բան թվա իրավապահ համակարգի տեսանկյունից մի քիչ sense տարօրինակ թվա իմ հայտարարությունը, որ կոչի արվում չէ, սկզբում դա աչքատել, բայց մեղմ մոտեցում միշտ լինում է էլի տարբեր առիթներով։ Դե չի լինում, ես օրինակ դիտեմ դեպքեր, որ ընդհանուր եմ ասում, ասեն այնպես չի դա ինչ որ մի նորամուծություն է, պրակտիկա կա, չէ, այդպեսի բիզնեսների հնարավորություն կա, առաջ 2 տարի ստուգում չի բացում, պայմանական ասած կամ այտենց համընդհանուր խիստ չի վերաբերում։ Իսկ Հայաստանում մենք բազմաթիվ օրինակներ ես օրինակ ունեմ, որ նոր բացված բիզնեսը մի տարեկան գալիս են ստուգում են անում, որ բիզնես փակվում է։ Ենթադրենք էլի, այսինքն ինչ որ բառ օրինակ Միացյալ Նահանգներում էլի բազմաթիվ ընկերներ կա որ գործունեություն են ծավալում, ասենք առաջի մի քանի տարին այնտեղ բան են անում, ժամանակ են տալիս, թույլ են տալիս որ դու սխալվես։ Ես հիմա հասկանամ, խնդիրը ըստ առհասարակ օրենսդրական դաշտում է, թե դերակ կիրառման դաշտում է, որովհետև ձեր ասածից տպավորություն է լինում, որ քննչական մարմինների կամ իրավապահ մարմինների հայեցողությանն է թողնված կալանավորենք, չկալանավորենք, հա, Հա, ըստեյության, հա։ Քանի որ օրենքը մաքսիմում խիստ է, ու արդեն մնում է իրենց հայեցողությանը, բայց քանի որ իրենք էլ հիմա մի քիչ արդեն վախենում են, որ այդ հայեցողությունը այլ կերպ չմեկնաբանվի, չէ, ապահովության համար մաքսիմում ամենախիստն են միշտ դնում։ Ապահովության համար, չէ, որ ասենք կարան աբսուրդ դեպքեր կա, էլի, այսինքն կարան մեղմ վերաբերվեն, միջին վերաբերվեն, ամենախիստ վերաբերվեն, բայց քանի որ մտածում են, որ վաղ միսօրը մեղմ կամ միջին վերաբերվեցին իրենց նկատմամբ հարցեր կառաջանա, առանց խորանալ միշտ ամենախիստն է վերաբերում, որ էլի այլ ծայրահեղության մեջ ենք հայտնվում։ Որը հարցերի չի բերում։ Հա, որը էլ արդեն հարցերի չի բերում, այդ մարդուն ասենք փուչուր հանցանքի համար մինչև վերջ բան է սարը, ամենախիստ ձևով պատժել ես, էլի, այսինքն ինչ հարցեր պետք է գա, էլի։ Իսկ եթե դու մեղմ ես պատժում, որ կարելի ավելի խիստ է դեպքում կարող հարցեր առաջանա ապագայում այլ վերահսկող մարմինների կողմից, օրինակ այստեղ կոռուպցիոն ռիսկ եւ այլն։ Դրա համար իրենց ապահովության համար, ասենք ամենախիստ ձևով պատժում են, այնց շատ աբսուրդ իրավիճակներ են հանդիպում, որը որ էլի մեկ այլ ծայրահեղ է, ասենք միշտ ծայրահեղ կողմ կոռուպցիան է, չէ՞ որ ասենք միշտ կոռուպցիայի արդյունքում միշտ մեղմ են ավելի վերաբերում։ Հիմա էլ այլ ծայրահեղ կողմն է, որ միշտ ամենախիստ որոշումներն են կայացնում, էլի այդպես ինչ-որ ասացիք տևական քննարկումները արդեն արձագանք ինչպիսին է, այսինքն օրենսդիր, գործադիր ինչ են ասում։ Օրինակ ազգային ժողովի հետ բավական դրական աշխատում ենք, Պապկեն Թունյանի հետ բավական դրական ձևակերպում աշխատանքը ու իրենք էլ այս նաև համակարծիք են այս թեմայի հետ ու իրենք էլ
ոչ միայն համակարգչին, նաև իրենք են որպես առաջամարտիկ այս թեման առաջ մղում նաև ազգային ժողովի շրջանակներում։ Իսկ գործադիրը խնդրեմ չի սարքում, ենթադրաբար այդ մարմինները, ովքեր իրավասում են, չէ, այդ ամեն ինչը իմպլեմենտացնել։ Պետք է քննչականը եւ այլն, հա։ Մենք իրենց հետ ենք հանդիպում ունեցել այդ առումով, իրենք գլոբալ կողմը որ պետք է փոխվի ինչ-որ բան, բայց ուղղակի մենք ինտերակցիա ենք, իրենք մի շահը մեջտեղ են։ Պայմանական ասած մենք ասում ենք 100 միլիոն դրամից ավել պետք է նոր քրեական գործ բացվի, իրենք ասում են 50 միլիոն դրամից ավելի դեպքում։ Դենց էլ, այսինքն գլոբալ իրենք էլ են համակարծիք, այս վերջում եղավ նույն պետքի հետ քննչական այդ հակնարկում, իրենք էլ են համակարծիք, որ փոփոխություններ պետք է, ուղղակի փոփոխությունները չափսի մասին դեռ դից բանալի չկա։ Կոնսենսուսի կգաք։ Կարծում կգանք, հա, իհարկե։ Շատ լավ։ Ընդհանուր մեր գործարար միջավայրի վրա, տնտեսության վրա ինչպես են անդրադառնում այս process-ները, հա, տարածաշրջանի ապաշրջափակման։ Մթնոլորտի եւ տրամադրությունների տեսանկյունից դրական, ֆունկցիոնալ տեսանկյունից դեռ անհասկանալի, քանի որ դեռ չեն հասկանում ինչ է կատարվելու, որովհետեւ մի քանի կան բաներ, օրինակ ռիսկեր կան, նույն գործընկերներ ունենք, որոնք որ մրցակցում են թուրքական ապրանքների հետ, օրինակ իրանք ռիսկեր են տեսնում այդտեղ, որ թուրքական ապրանքների դիքերը կուժեղանան կտրուկ ու հետեւաբար ինչի հաշվի դե լոգիստիկայի էժանացման պայմանական ասած, այսինքն հետո ինքնարժեքի ճիշտն ուտեղ ավելի դժվար կլինի մերոնց համար մրցակցել իրենց հետ, բայց հակառակությամբ, չգիտեմ տեղյակ թե չէ, օրինակ թուրքական Թուրքիայի պետություն հայկական ապրանքների վրա շատ մեծ մաքսել ունի դրած առանձնատուկ էլի, օրինակ նույն կահույքի վրա 150% մաքսա դրած, որը որ իրատեսական չի դարձնում կահույքի արտանում Թուրքիա, այսինքն մենք մի կողմից, եթե հանգարց սահմանը բացվեց ու այն վիճակով բացվեց ոնց որ հիմա, այսինքն պետությունը չփորձեց աջակցել եւ աջակցել տեղական արտադրողին, մենք միանշանակ պարտվելու ենք, քանի որ մի կողմից մեր տեղական արտադրողը, ես դեռ Ադրբեջանի մասին չեմ ասում, դեռ մենակ Թուրքիային եմ ասում, քանի որ մի կողմից թուրքական պետությունը հայկական ծագման ապրանքների վրա խիստ մաքսատուրքեր է դրել, համարյա բոլոր ապրանքների վրա, մի քանի բաներ կա, ասենք հումկաշի բան, մի քանի բաներ կա, որ ինչը որ իրեն պետք է ու պահանջարկ ունի այդ բանը, դրա վրա չունի, թե չէ հիմնականում խիստ մաքսեր կա դրված, եթե ինքը շարունակի այդ մաքսերը պահել, այսինքն այն խոսակցությունը մտեք թուրքիական շուկա, գրավեք բան, այդ պոպուլիստական խոսակցություններ են դառնում ուղղակի, քանի որ պետականորեն չի թույլատրել որ մտնենք։ Երկրորդը, եթե մենք այդ նույն սահմանափակումները չանենք թուրքական ապրանքների նկատմամբ, իրենք տեղական արտադրությունը կսպանեն ուղղակի, քանի որ թուրքերը ռուսների նման չեն, այնտեղ ռուսական մենք ԵԱՏՄ շուկայի մեջ ենք, բայց ռուսական ընկերությունները հիմնական կարևոր ոլորտների վրա են կենտրոնացած, չէ՞, չգիտեմ, ծանր արդյունաբերություն, հանքարդյունաբերություն եւ այլն, բայց թուրքերը մի քիչ ավելի ուժեղ են նաեւ շատ այլ ոլորտներում, նույն տեքստիլ, կարկոշիկ եւ այլն, ու այդտեղ մենք միանշանակ կպարտվենք, մեր արտադրողները կպարտվեն թուրքական ապրանքներից։ Այսինքն փոխադարձ սահմանել բարձր մաքսատուրքեր։ Այո, կամ էլ փոխադարձ չսահմանել, հա։ Այդերքից մեկը, կամ պետք է իրանք էլ հանեն, կամ էլ մենք էլ պետք է ընդունենք, բայց գլոբալ մի բան պետք է հաշվի առնենք, որ մեկը ծանրա, եթե համատենք, ասենք, բռնցքամարտի հետ, իրենք ավելի ծանր քաշային են։ Պայմանական ասած ոնց որ, չգիտեմ, նույն թուրքական կոշիկ արտադրող կամ հագուստ արտադրողը, եթե կա մրցակցելու հայկականի հետ, մեկից մեկ կրելու է, քանի որ հարուրապատիկ ավելի մեծ է, նույնը ոնց որ բռնցքամարտի մեջ թեթև քաշայինի, գցեն ծանր քաշայինի հետ, ասեն դե եկեք մենք արդար բռնցքամարտի կանոնով իրար հետ կռվեք, չէ՞։ Զուտ մեծության հաշվին նկատի ունեմ օրինակ այդ լոգիստիկ շղթաների զուտ մենակ մեծության հաշվին իրենք մեծ առավելություն ունեն, քանի որ միջինում ավելի մեծ են, քան հայկական ընկերությունը։ Դրա համար մեր ընկերությունը պետական աջակցություն պետք է այս մրցակցության դիմանալու համար։ Դա գլոբալ բան է։ Իսկ դա կբերի նաև այստեղ տեղում տեղական արտադրանքի գների նվազեցման, հա, եթե լոգիստիկ հնարավորություններն են դառնում, բացվում են, շատանում են, գուցե էժանանում են, հումքի արժեքը գուցե իջնի, արտադրության։ Տեսեք, գուցե բերի, բայց այդ կբերի հայկական ընկերությունների փակման հաշվին։ Հա, հիմա նույն չէ, ասում են բանը, լավ է որ on-line մարքեթները Հայաստանում զարգանում են, չէ, Վալբերիս եւ այլն, բայց այդ իրենք զարգանում են հայկական մարքեթների փակման հաշվին։ Օրինակ, որտեղ փոքր խանութները սկսում են փակվել, որտեղ չեն կարող մրցակցեն, որտեղ իրենք ունեն հարկային, ինչ որ արտոնություն ունեն, մասշտաբի էֆեկտ ունեն, վերտիկալ ինտեգրացիա ունեն իրենց մոտ եւ այլն։ Հիմա նույնն էլ ստեղ թուրքական ընկերությունները մտան պայմանական կոչիկ արտադրող, չէ, օրինակ շարունակեմ, քանի որ թուրքերը շատ ուժեղ են այդ ոլորտում նաեւ։ Հա, իրենք էժան գներով կաշխատեն, բայց այդ կտևի այնքան, քանի հայկական ընկերությունները չեն փակվել, հետո կսկսեն գները բարձրացնել։ Օրինակ բերեմ, ասենք տաքսի ոլորտը, չէ, երբ որ ռուսական ամենահայտնի ընկերությունը մտավ, հիշում եք, ինչ էին անում, մինիմալը 100 դրամ էր։
Հիմա ինչքան է մինիմալը։ Հիմա մինիմալը 1000 դրամ արդեն դարձել, չէ։ Նա այդ ժամանակը 2000 դրամ էլ մինիմալը, բայց եկավ առաջ 6 ամիսներ, մի տարիներ դրեցին մինիմալը 100 դրամ։ Ինչ արեցին, ճնշեցին, փոքրացեցին հայկական ընկերություններին, որոշ հայկական ընկերություններ փակվեց, տաքսի ընկերություններ, իրանք վերցրեցին շուկայի մեծամասնությունը, հետո սկսեցին այդ իրենց մի տարիներ դրած գումարը 100 դրամի դիմաց իրանք ներդրում էին, չէ՞ անում։ Հետո սկսեցին մինիմալը 600 փոխանցել դարավ 1000 դրամ, որ իրենց այդ ներդրած գումար հետ բերեն։ Նույնը անալու են թուրքերը, նույնը մենք բենզինի գնով որ այսքան ոգևորված խոսում ենք, այստեղ երկու տարբերակ կա։ Մեկ իրենք գնեչեցում կամ դեմպինգ են անում, վստահ չեմ դեմպինգ ինքնաժեշտ ցածր վաճառել, բայց զուտ գնեչեցում են անում, որ շուկա գրավեն, երկրորդ իրենց որակն է ցածր, այդ երկու սցենարն ուրիշ չկա։ Եթե որակն է ցածր, բախներս բերել է, որովհետև որոշ ժամանակ հետո իրենք իրենց տեղը կգտնեն շուկայում կամ չեն գտնի։ Բայց դե գնեչեցում են անում, ինչի համար են անում գնեչեցում, որովհետև որոշ ժամանակ իրենք շուկան կգրավեն, հետո նորից կանոնին ինչ որ արես տաքսի սերվիսը հայկական շուկայում, էլի։ Հենց որ այդ գնեչությունը, այտենց մենք չպետք է ուրախանանք շատ դրանից, որովհետև դրանք երբեմն ուղղակի շուկան գրավելու ժամանակավոր գործիքներ են։ Նույն գործարարների կամ տնտեսության հետ աշխատանք տարվում է այս փոփոխություններին, որոնք արդեն տեղի են ունենում կամ սպասվողներին հարմարվելու, գրագետ կազմակերպելու, դիմագրավելու, որտեղ դե այնուամենայնիվ մենք խոսում ենք նաև մրցակցության, չէ՞, մասին, այդ մրցակցության համար այսքան պատրաստվում է մեր տնտեսություն լայն իմաստով, էլի այդ թվում եւ հենց գործարար համայնքին նկատի ունեմ որոշումներ կայացնողների հետ։ Մենք ամենամեծ համայնքն ենք գործարար, մեր այդ գուցե աշխատանք չի եղել։ Կարծում եմ նաև դրանից է, որ իրենք էլ դեռ չեն պատրաստվում ինչ էլ լինելու, սպասվելու։ Այդտենց բան չկա էլի։ Այսինքն որոշումներ են կայացնելու հնդածած, հա։ Կարծում եմ ռեակցիա այդտենց կարծում եմ հնարավոր սխալվում եմ, բայց կարծում եմ այդպես է, ամեն դեպքում մեր այդ քննարկումներ չեն եղել այդ ուղղությամբ։ Ինչ որ հարցում էր թեթևատ եղել են, էլի ինչ ապրանք կա, որ կարող է Ադրբեջան կարողանա կարտահանել, բան եւ այլն։ Այդտենց հարցումներ եղել են, չէ, բայց կա այդպեսի ապրանք։ Դե ամեն ինչ էլ կարանք արտանենք, ինչ որ արտադրվում է, այստեղ հարցն իրենք կընդունեն թե չէ, էլի։ Ես դա վստահ չեմ ինչքանով այդ process առողջ կգնա, որովհետև ես ոնց հասկացա, այս սահմանների բացումը շատ ավելի պետք էր Ադրբեջանի, որովհետև ինքը բանանում արդեն որպես բազմաթիվ սանկցիաների տակ է, քանի որ սահմանափակումները իրենք բազմաթիվ չէ, նույն Միացյալ Նահանգների կողմից չէ, հիշում որ հոդվածով սանկցիայի տակ էր, քանի որ սահմանների փակման քաղաքականությունները անում, չէ, հիմա ինքը օրինակ սանկցիաներից կարող ազատվի, որը շատ արտոնություններ կտա իրեն, պլյուս դեռ բենզինը ծախում է իր Made in Azerbaijan ապրանքները վաճառում, ուզում ասեմ իր համար կրկնակի ոնց որ շահավետ իրավիճակում է, էլի Ադրբեջանը հայտնվել մեր սահմանը բացելով, մենք իշկանով շահավետ, որ տեղական բան, ժամանակավոր գները քիչն են գուցե բենզինի, բայց հետո ինչ կկատարվի, շուկան մեծ մասը իրաց տեղը կգրավեն շուկայում։ Այդ նորից կբարձրացնեն բնականաբար, որովհետև բիզնեսը չի կարող ցածր բանով աշխատել, ամեն բիզնես ունի իր շահութաբերությունը։ Բենզինի շուկան մեր մոտ մոնոպոլ շուկա չի վաղուց, էլի, այսինքն եթե մոնոպոլ շուկան էր, հա, կմտածենք թե արհեստական գները բարձրացված է, հեսա գները ճիշտ են։ Բայց չէ, մրցակցային շուկայում տարբեր երկրներից բենզին է ներկրվում, Եվրոպայից է ներկրվում, Ռուսաստանից է ներկրվում եւ այլն, հետեւաբար եթե մոնոպոլ չէր, այնց որ ասենք, հա մոնոպոլը արհեստական գները բարձր են։ Չէ, մրցակցությունը միշտ էլ եղել է ու այդտեղ բան եղել է, ուղղակի հարցն է, որ ստիպում են, որ այդ ընկերությունները շուկան ստիպում են ավելի գնեչություն անեն, այդ շուկան ավելի մեծ իրենց կտորը գրավեն ժամանակավոր, չգիտեմ ինչքան կտևի էլի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։